կոնկրետ ընտրախախտումների արձանագրությանը առանց որևէ քաղաքական երանգավորում։ Ձեր կարծիքով այս բոլոր ընտրախախտումները կարող են ավել ընդդիմությունների արդյունքի վրա որևէ կերպ, եւ երկրորդ հարցը բացի ընտրախախտումների վերաբերյալ քրեական նպաստներ պարունակող այդ մասից, որ դիմել է դատախազություն, հնարավոր է, որ նաեւ որպես հետընտրական զարգացում կամ չգիտեմ, այս համատեքստում նաեւ անդրադառնայիք վարչապետի պաշտոնական էջում հայտնված այդ գրառմանը, որը որակեցիք հակասահմանադրական։ Տեսեք, ես ուզում եմ, որ դուք հաշվի առնեք հետևելը։ Այս փուլում, երբ որ մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում, մենք գործում ենք իսկապես օրենքի սահմաններում, ինչպես եւ արդեն ես նշեցի նախորդ հարցին պատասխանելուց։ Այսինքն մենք այս փուլում չենք կարող իրականացնել որևէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական, մեր դիտորդական առաքելությունը կավարտվի սրանից 7 օր հետո, դրանից հետո մենք կվերադառնանք ձեր հարցին եւ կմտածենք թե կոնկրետ ինչ-որ գործողությունների հետ կապված, որոնք տեղի ունեցել են ընթացքում, արդյոք մենք ունենք որևէ այլ դիրքորոշում, բացի այն իրավականը, որ մենք արտահայտել ենք։ Հիմա ձեր հարցի առաջին մասի հետ կապված, կարող էին արդյոք սրանք ունենալ էական ազդեցություն։ Մեր տեսանկյունից, այն որ նախկին խոյ համայնքում ընտրական մասնակցությունը էապես ավելի բարձր է եղել, եւ ընտրական արդյունքը էապես տարբեր է եղել Վաղաշապատ համայնքից, ցույց է տալիս, որ այո, տեսականորեն կարող է։ Բայց որպեսզի այդպիսի կարծիք մենք հիմնավորված արտահայտենք, մեզ լիացույց ժամանակ է պետք վերլուծություն կատարելու եւ փորձելու հասկանալ ընտրախախտումների, ասենք օրինակ, տոկոսային բնույթը։ Հասկանում եք, օրինակ, եթե ինչ որտեղ քվեարկել է 500 ընտրող, եւ մենք ունենք 50 կամ ավել, ենթադրենք ընտրախախտում, ապա պատասխանը իհարկե դրական է։ Եթե ունենք 1 ընտրախախտում, ապա պատասխանը ավելի շուտ բացասական է։ Ուստի այս պահին ինտուիտիվ կարծում ենք, որ այո կարող են ունենալ, բայց որպեսզի վերջնական պատասխան տանք, պետք է լրացուցիչ վերլուծություն կատարենք։ Եվ ընտրություններից հետո իշխանությունները շնորհավորում են վաղաշապատցիներին եւ միմյանց ժողովրդավարական սադահանվաղ ընտրությունների կապակցությամբ տեսակետ այդպիսին էին ընտրությունները։ Մեր տեսակետը արդեն հայտարարեցին, որ այս ընտրությունները եւ արտաքուստ ազատ են, բայց տեղի ունեցել ընտրողների կամքի նկատմամբ համատարած ներգործության պայմաններում, ներառյալ նաեւ չթույլատրված օրենքով չթույլատրված միջոցներով։ Ուստի նրանց անվանել ժողովրդավարական, մեր մասը շատ մեծ երևակայություն է պետք։